Այժմ մեր եթերում վերլուծությունների ժամանակն է եւ այստեղ Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Սկսենք փաստից, որ այսօր Սպիտակ տանը նախագահ Թրամփը հյուրընկալել էր Ճապոնիայի վարչապետին, երկար սպասված հանդիպում, իդեպ վարչապետը մի քանի օր առաջ իրենց խորհրդարանում ելույթում ասաց, որ Թրամփի կոչին մասնակցելու Հորմուզի նեղուցը բացելու գործողություններին նաև սպասում է Ճապոնիայի պատասխանին, վարչապետը ասաց, որ կպատասխանեմ, երբ որ գնամ արդեն Վաշինգտոն։ Ակնհայտորեն չի պատասխանել դեռ, որովհետև խոսակցության մեջ իրենց Տրամփը անդադ ակնարկում էր, որ ուրեմն չի զարմանա, եթե Ճապոնիան միանա եւ այլն, հա, կուզենար որ միանար։ Մեզ պետք չի օգնություն, բայց իրենց դա ավելի շատ է պետք է տրամաբանության մեջ։ ՆԱՏՕ-ի երկրներին ասեց, ես իմ վերաբերմունքը տեսնելուց հետո իրենք ավելի getting nicer, այսինքն ավելի պուպուշ են դարձել, հա, այս մոտարապես այս տարբերությամբ, բայց ասեց, բայց Տրամփը Տրամփ չէր լինի, եթե չասեր, որ արդեն ուշ է։ Արդեն ուշ է։ Դա արդեն քանի օր է ասում այդ։ Ասեց արդեն ուշ է։ Ու նորից սկսեց խոսալ, ինքը շատ վիրավորված է Մեծ Բրիտանիայից, ասեմ ձեզ, ոչ մեկից այդքան վիրավորված չի։ Ֆրանսիայի հարցով մի քանի օր առաջ ասեց, դե ֆրանսիացիներից ասեցին գոհ եք, ասեց ֆրանսիացին, դե ասեց, եթե 10 բալանոց բանով նայենք 8։ Դե ասեց խի 8, որտեվ դա Ֆրանսիան է, դուք գիտեք, ասեց եւ այլն։ Եվ այստեղ ամենաժողովրդավար երկիրը։ Բացի դրանից դե Ֆրանսիան տենց Մակրոնը տես մի հատ հայտարարություն անում, մեկ էլ հաջորդ օրը սա մտածում են, այս Մակրոնը գալու է նավերով Հորմուզի նեղուցը սենց բանանի, հետո 2 օր հետո պարզվա որ Մակրոնը ասում է, դե ես նկատի ունեի որ սա վերջանա, ես այդ կուղեկցեմ, դե որ սա վերջանա, ով ասես կարող ուղեկցի էլի, ասենք այսպեսի հետարքիր բաներ։ Դե դրա համար ասում եմ, դա Ֆրանսիան է, այսինքն բանա ասեց եւ այլն, հա։ Չնայած ես ասեմ, հետարքիր տենդենս է տեղի ունենում ընդհանրապես Մակրոնը նոր ավիակիր է կառուցում, Մակրոնը նոր միջուկային Սուզանավ է կառուցում, Մակրոնը ծրագիր է մշակել հիմա, որպեսզի Եվրոպան վերցնի Ֆրանսիայի միջուկային հովանոցի տակ եւ հիմա քննարկում են նորը սկանդինավյան երկրներն են, հյուսիսային Եվրոպայի երկրներն են քննարկում, Նորվեգիան անգամ ասես մենք դեռ չենք քննարկել, բայց մենք մտադիր ենք մի հատ քննարկել հասկանալ, որ Ֆինլանդիան ասես մենք ուրախ կլինենք, այսինքն երևի կարելի է համատել, եթե այս ամեն ինչը ինչ որ հիմա սկսվել է, մենք մի քանի տարի հետո տեկտոնական փոփոխությունների բան կլինենք, մի 10 տարվա ընթացքում, տեսեք, եթե Ֆրանսիան իր Սուզանավը միջուկային նոր լրիվ նորագույն պատրաստ տալնելու 2035 թվականին, դա նշանակում է, որ սկսվել է խայտառակ մրցավազք զենքի, այսինքն հատկապես այս պատերազմներից հետո բոլորը հասկացան, որ իրանց զինատեսակները կամ update պետք է արվի, համապատասխանացնելու նոր պատերազմներին, առնվազն update պետք է արվի, կամ ընդհանրապես տեսակներ կան, որոնք պետք է դուրս շպրտվի եւ դրանց տեղը նոր տեսակներ ստեղծվի։ Եվ այս իմաստով բնականաբար Ուկրաինան լինելու է առաջամարտիկ, որտեղ հիմա բոլորը Իսպանիան Ուկրաինայի հետ, Իսպանիան, որ անընդհատ տենց իրան թեթև կողքից էր պահում, հա օգնում էր, բայց են որ Նա, դե որ ասենք օգնեմ, բան, այդպես մի կիպ։ Հիմա արդեն այսօր հայտարարեց որ այս տարի 1 միլիարդ փող է տալու։ Թրամփին պատասխանները շատ կտրուկ են։ Այո, չէ, ուզում ասեմ ինչ, այսինքն բոլորը հասկացան արդեն ինչ է կատարվում եւ բոլորը ուզում են ունենալ այդ ժամանակակից զենքը, օդը պաշտպանված, դրա համար այս իմաստով, քանի որ ուկրաինացիները ամենամեծ փորձն ունեն։ Իդեպ ասեմ, ոչ միայն զենքի փորձն է Ուկրաինայի շատ կարեւոր։ Ուկրաինային խնդրելու են որ մասնագետներ ուղարկի իրենց բանակները։ Թրամփը ասեց ամենավերջին մարդը կլինի Զելենսկին։ Հա, ասեց, որ ասեց ինչ իրականում ասեց, բայց ամերիկացի գեներալները խնդրում են եւ դուք գիտեք որ հա ես հիմա տեղեկություն ասեմ իրականում իրանք միասին են աշխատում հիմա եւ ամերիկացիներին շատ է պետք դա եւ հենց հիմա ուկրաինացի 250 մասնագետ մերձավոր արևելքում սերտորեն աշխատում է ամերիկացիների հետ իրանք ուզում են հասկանան ոնց է աշխատում այդ բանը ինտերսեպտոր դրոններ են կոչվում դրանք որոնք դրոններ են խփում օդում եւ այլն հիմա հետաքրքիր մի բան տեղի ունեցավ այս ասուլիսի ժամանակ Ճապոնիայի վարչապետը այո ուրեմն ինչ տեղի ունեցավ ես ուրեմն վախորդին վերջի իմ ալիքի եթերներում այստեղ մի քիչ նուրբ տեղեկություն կա կարծեմ եթե չեմ սխալվում թեթև արտումելը բակնարկ է վերջերս տեղեկություններ են տարածվում հա բակնար ասել եմ արտին 3 թե 3 4 նաեւ ուրեմն որ Իրանում սկսվել է մի հետաքրքիր գործընթաց
որ ներքուն փախուստ է սկսվել, այսինքն սարսափելի դավաճանություններ ներսում սկսեց, իդեպ Տրամպը այսօր ասեց ես չեմ մեղադրում իրենց եւ այլն։ Եվ նաեւ Իսրայելի կողմը գնալու։ Դե այնտեղ Մոսադը փայլուն աշխատում, այդտեղ հարցու պատասխան չկա, այնտեղ ավելի շատ Մոսադն է աշխատում, քան Հավաքագրում են հերթում։ Այո, Արդեն հավաքագրել էին։ Այո, եւ հիմա տեսեք ինչա տեղի ունենում։ Եվ այսօր այդ մասին ասվեց արդեն ուրեմն նախ որքան հասկացա այդ բային կադրացուց չէին, դեռ որքան հասկացա Բեսենտն էր խոսում, Բեսենտը վերցրեց խոսքը Ճապոնիայի վարչապետի հանդիպման ժամանակ եւ ասաց, որ եւ դուք չեք հասկանում ինչա կատարվում այնտեղ, որտեղ Տրամպը միջև այդ ասաց, որ մենք ոչնչացրեցինք նրանց, դե գիտեք, այդ չթվարկեմ էլի, նավատորմը, բանի վրա, սա խոսքով, այնտեղ հեքսեթը ասեց 90 ամեն ինչ տոկոս է։ Դա շատ հարաբերական է, եկեք այս տոկոսներից զգուշ լինենք, էլի իրականում ես ուզում զգուշացնեմ, որ այդ որ ասում են 90% տեսա մի 10 օր է 90% ոչնչացրել են, պետք է արդեն որ 100 լիներ, եթե տեսնենք, բայց 100%-ով հնարավոր չի ոչնչացնել։ 100 ասեց, բայց դրոններով խփել են, չգիտեմ ինչի։ Հա, դրա համար եկեք այս տոկոսներից մեկ այն որ Իրանից իտառն են թողել, այդտեղ են որ Չալմեքից է չտառնա մնացել, դա էլ խնդիր չկա։ Ասեց մենք իրանք ընտրում են նոր լիդերներ, մենք ոչնչացնում ենք։ Դե երեք ասեցինք, որ Էսմայել Խաթիբին սպանեցին այդ աղջիկան ղեկավարին, ընտանիքներով են ոչնչացնում, Դարիջանին ընտանիքով ոչնչացրեցին տղային, ստրուկներով, բանով, որ եգիպտական փարավոնների ստրուկներով էին տաղ։ Բայց Դարիջանին այսօր հայտարարություն էր արել։ Հա, այն աշխարհից Դարիջանին չէ, Այաթոլլայի որդին։ Հա, այն տրուպը։ Թե ոնց էր հայտարարություն արել, չգիտեմ, բայց ասել էր, որ արյունով են պատասխանել։ Դե կիսադիակները կամ դիակները, կասկածկա որ կամ դիակա կամ կիսադիակա, չգիտեմ, դե հիմա ասես բան է, դրա համար ասում են դե մի հատ դու խոսա տեսնենք, մի հատ պետք խոսա էլի, մի հատ կամ գոնե ձենով խոսա, իմանանք դու ես էլի, մի խոսքով։ Եվ հետաքրքրականը ինչ է, ուրեմն երկու կարևոր կետ ասեմ ու անցնենք բանի ընդմիջման, ուրեմն տեսեք, մեկը ֆինանսական փողեր են, միջոցներ են հանում երկրից արդեն եւ Բեսենտը ասեց մենք հետևում ենք դրանց, մենք դրանց հետևից գնալու ենք եւ վերադարձնելու ենք Իրանի ժողովրդին։ Երկրորդը ռազմական առումով։ Իդեպ չեն վճարվում, արդեն իրենց վճարումները չեն կարող, ընտանիքները սոված են, իրենք սոված են եւ արդեն military, այսինքն ռազմական ասպեկտում ոստիկանները, զինվորականները ունեն լուրջ խնդիրներ ֆինանսական եւ սկսել են համագործակցել Իսրայելի հետ, այսինքն այնտեղ սկսել է մի հատ լուրջ սեգմենտ անջատվել։ Սա լուրջ նշան է։ Այո, այո։ Գնում ենք հիմա գովազդի, կվերադառնանք կշարունակենք զրույցը։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա, այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արքղի համար, 2 արքղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտն է ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լուծնելու, խոշորա լինելու, բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա, նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ծանոթացեք աղբորս այդ ֆելոնը, սպորտսմենը։ Դու մեդալով հետ արի, ես էլ քեզ համար նոր բոթաս կանեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սահանեմ ծամեմ բնեմ բերանները վերջում կծենանա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամ է պետք։ Ոչ առաջին պասն, ոչ էլ վերջին։ Բա պատալուկը։ Մեկ մի բանի վրա։ Ջուրը 2 շիշի տեղը 4 շիշ կվերկանել։ Ռիսկը շատ է կոլ, բավոր բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սամանիչը սիրո համար ենք։ Արիթ էիք, հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նոր է շրջանառվում։ Հորիչը ոչ մեկի մոտ չկա։ Это не мои деньги!
Отпустите! Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, что в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճդ քեզ հետ է, ոչ թե քոթ է։ Իսկ եթե մի օր սխալվեմ, Սխալից վախենալ պետք չի։ Սուտ խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе. Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Մենք վերադարձանք, հույսով, որ շարունակվելու են վերլուծությունները եւ այս անգամ թերևս անդրադառնանք հարավային Պարսի թեմային։ Նախագահ Թրամփը ասաց, որ Իսրայելը զայրույթից հարվածել էր, բայց ինքը համաձայն չի, որ եւ խոստացավ, որ այլևս հարված չի լինի, եթե իհարկե Կաթարի վրա նորից հարձակում չլինի։ Այո, այսօր էլ այդ մասին խոսեց Ճապոնիայի վարչապետի մոտ, իբր իրանք համագործակցում են, իրանք անկախ են, ամեն մեկը առանձին են, բայց համագործակցում են, բայց այս մեկը ինքը չի իմացել, բայց ինքը ասել այլ չեն անի, բայց, հա։ Իդեպ այսօր չսպառնաց այդ թեմայով Իրանին։ Այդ տեսեք ինչ է կատարվում։ Ասաց Կաթարի իմաստով սպառնաց լավ։ Այո, եթե չեմ սխալվում, հարավային Պարս կոչվում է իրանական կողմում։ Կա նաև նույն հանքավայրի Կաթարի մասը, թողներեն ինձ հետևորդները, եթե սխալվում եմ, կարծեմ Ռաս Լաֆանա կոչվում։ Եթե չեմ սխալվում, իրանք մի կողմը իրանական հարավային Պարսն է, մի կողմը կաթարականն է։ Աշխարհի ամենամեծ հեղուկ գազի հանքավայրն է, ամենամեծ, եթե ոչ կամ ամենամեծ այս մեկը կամ ամենամեծը։ Հիմա իսկ ասում կա ինչ որ մեկը, որ հավատում է, որ այդ հարվածը կոորդինացված չէր։ Իհարկե կոորդինացված էր եւ իհարկե սա սպառնալիք էր Իրանին, որտեվ եթե մենք նայում ենք նախորդ օրերի իրադարձությունները, Տրամփը անդադ ասում է, ես ձեզ կուղարկեմ քարեդար, եթե դուք իմ հետ չպայմանավորվեք։ Ինչի է Տրամփին պետք, տեսեք 200 միլիոն դիմելա, որպեսզի կոնգրեսը տա եւ պատերազմի շարունակման եւ զենատեսակների համալրման, այսօր այդ հարցը տվեցին եւ այլն։ Ուրեմն Տրամփը հիմա զգուշորեն ժամանակ է շահում, այսինքն իրենք շարունակում են ոչնչացնել։ Ամեն այդ թողնված անօթաչուի հետքերով գնում են։ Հիմա սկսվել է կարծես թե մասսայական համագործակցություն իրանցիների եւ իսրայելցիների միջեւ, որոնք որ դժգոհ են իշխանություններից, ասում եմ, այսպես փորձում են դավաճանում են իրանց այդ ասում ռեժիմին եւ հիմա ըստ էության բացվում է նոր հնարավորությունների փուլ։ Ես ձեզ ասեմ, շատերը սա չեն գիտակցում, բայց եթե սա այս process-ը սկսվել է, այսինքն չի կարելի հիմա կանգնել։ Այդպես դուք հասկանում եք, արդեն ներսից սկսում են իրենք արժեքավոր ինֆորմացիաներ ստանալ։ Եվ հիմա իրենք Իրանին սպառնում են, ասում են, եթե մենք ձեր օրինակ այսօր ասեց, եթե մենք իրանց խողովակաշահերը ոչնչացնենք, 13 տարիներ է պետք լինել, որոնք դա վերականգնեն, մի քիչ իհարկե ծայրահասնում, բայց դա ամեն դեպքում այդ գումարներ է եւ Իրանի այս վիճակում, երբ որ իրանք ըստեյության փողերը հանում են, ամեն դեպքում փողերը հանում են եւ Բեսենտ ասես մենք դրանց հետևից գնալու ենք, վերադարձնելու ենք Իրանի ժողովրդին։ Եթե այս process-ը իրոք է նա ինչ որ մենք ինֆորմացիան ստանում ենք, ընդ որում տեսեք, ես 2-3 օր այդ մասին խոսում ենք, բայց այսօր արդեն ասեց Ստիվ Բեսենտը, դրա համար եմ ես վստահում, Սկոտ Բեսենտը կներեք, դրա համար եմ ես համարում, որ այդ ինֆորմացիայի տակ լուրջ հիմքեր կա։ Հիմա եւ այս իմաստով Թրամփը փորձեց մի հատ այնպիսի հարված հասցնել ամենացավոտ տեղին, բայց չոչնչացնել։ Իսրայելի ձեռքով դա արեց։ Եվ հիմա տեսա, որ պատասխանը եկավ, Իրանն է սպառնում, որ ամբողջ այդ արաբացոցի նավթային կարողությունները կոչնչացնեն, եթե Իրանը ոչնչացնեն, հա։ Հիմա ինչ է, զուգահեռ process է գնում։ Զուգահեռ գնում է մեկը փորձում են հիմա ուկրաինացիների միջոցով այդ դրոնների հարցը լուծեն, ինչքան որ հնարավոր է, եւ նաեւ իրենք են լազերային տեխնոլոգիաների հիմա վրա աշխատում, այսինքն ժամանակ է շահվում, որքան հասկանում եմ պաշտպանակային զուգահեռաբար ոչնչացվում է Իրանի կարողությունները, որպեսզի չկարողանան հարվածեն, եւ մյուս կողմից գնում է շանտաժը Իրանի իշխանությունների վրա, եւ բացի դրանից ամսվա վերջ ավելի վատ է լինելու։ Եթե հիմա այդ կրիզիսը կա իրանց մոտ, նշանակում է ամսվա վերջ ինչ է գալիս է բանկային վճարումները։ 10 օրից 14 օրվա մասին 2 շաբաթ։ Գալիս է բանկային վճարումները, ճիշտ է։ Գալիս է, ասենք, աշխատավարձ ստանալու պահը,
այն եղած գումարները, պահած գումարները վերջանում է, դրա համար այս օպերա իրանք շատ լավ հասկանում են։ Եվ ես ուզում եմ չշտապել, ես ուզում եմ մի քիչ հիասթափեցնել այն մարդկանց, որ ասում են, որ սա Վիետնամ է դառնում ամերիկացիների համար։ Այդ ժողովուրդ լավ լուրջ եք ասում, ասենք ի սկզբանե Թրամփը ասել է մի ամիս, շատերը չեն հիշում, հա երևի։ Մենք հիշեցնենք, որ Թրամփը ասել է մի 4-ից 6 շաբաթ կհիշեք այդ պատմությունը։ Ոչ մեկ չի ասել, որ ամիս ու կես մասին է խոսքը գնացել։ Եվ այո, այդ խաղերը, որ ինքը ասում է, այսօր հարց տվեցին, ասին, բան չի Ճապոնիայի չեք խորհրդակցել կամ մյուսների հետ, որ հիմա էլ նեղանում եք, ասեց, որտեղ ուզում էի անակնկալ լիներ այդ պատմությունը, այսինքն անակնկալ հարված հասցնի։ Հիմա Ճապոնիային պետք է քննարկեն եւ կանչել էր ուրեմն վարչապետին եւ երևի այնտեղ ուզում է, որպեսզի Ճապոնիան միանա ինչ որ ձևով, որտեղ ասես մենք Ճապոնիայի համար կանգնեցինք, մենք 45-50 հազար մարդ ենք Ճապոնիային պահում, որպեսզի Ճապոնիան անվտանգ լինի, կոպիտ ասած, եւ հիմա մեզ պետք է, որ իրանք կանգնեն այս գործի համար։ Իրականում ամեն ինչ այդքան պրիմիտիվ ու հեշտ չի, իրականում այդ, չգիտեմ, ես խորհուրդ կտամ այդ չալմայասերներին չոգևորվել, որովհետև պրոցեսները շատ լուրջ են ու շատ խորն են։ Եվ եթե այս պրոցեսները սկսվում են արդեն Իրանի ներսում, նշանակում է այդ հարվածները իրենց արդյունքը տալիս են։ Հիմա ռեժիմը կգոյատևի հիմա մի տարի, 2 տարի կամ անմիջապես կընկնի կամ 10 տարի, բայց արդեն շատ վտանգավոր պրոցեսների սկիզբ է դրվել։ Եվ տասված որ շուտ այդ ռեժիմը փոխվի, բայց այն որ արդեն այն որ ասում այն մարդիկ ովքեր ընդունակ էին ամենահեղինակավորներին սրբեցին տարալ, հիմա արդեն 3-4 շերտի լիդերշիփն են ոչնչացնում, դա փաստ է արդեն եւ դա չի կարող չունենալ իր հետևանքները։ Այս ամենի մասին վաղը Արմեն Չիբուկչյանը թերևս կներկայացնի վերլուծություններ YouTube-յան իր ալիքում եւ նաեւ մեր եթերում։ Այո, մեր եթերում։ Իսկ հիմա մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս մինչև վաղը ուղղակի ARTN-ի եթերից իմ ու Տերենիկի հետ շփվելուն ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։